մասնակցեք քաղաքացու օրվան։ Իհարկե։ Հատկապես ի՞նչն է ձեզ այստեղ գալիս, այս խորոված փառք։ Լսեք, մի բան ասեմ ձեզ։ Դուրա գալի քաղաքացու օրը։ Կամաց մեր երկիրի ժողովրդավարությանը առնչվող բոլոր ինստիտուցիոնալ նշանակությունը սկսում է աշխատել։ Ինչի այդ քաղաքացու օրը 10 կամ 20-30 տարի առաջ չի եղել է, չէ՞, մեծ հաշվով, որպես երկրներում կա դա, աշխարհում ընդունված բան է, որտեղ այդ քաղաքացին է այդ տվյալ երկրում ապրում։ Հիմա ավելի կամաց ավելի նոր ձև կստանա, նոր միջոցառումներ կարվի, գիտակցությունը կփոխվի, քաղաքացին կհասկանա, որ իրանից շատ բան է կախված։ Շատ լավ բան եմ, ես համարում եմ, որ սա շատ կարևոր է եւ շատ լավ է։ Իսկ խորովածն էլ գիտեք, որ մեր ազգային ավանդույթների մեջ է մտնում եւ Հայաստանը այսօր եթե որպես վերցնենք հյուրընկալության առումով, որպես երկիր, որպես туриզմի առումով, խորովածը բոլորն էլ գնահատում են, հիշում են, ուզում են, կարող է խորովածի համի պատճառով Հայաստան են գալիս, գումար են ծախսում։ Հիմա սա մենք պետքա գնահատենք, թե պետքա սկսենք դրա ուղղությամբ էլ։ Ինչքան լավ բան կա, ինչ-որ մի վատ բան գտնում ենք, ի՞նչն է պատճառը։ Քանի որ քաղաքացուն է, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին իրեն կարող է թույլ տալ ամսական 2-3 անգամ խորոված ուտել։ Միջինը կարող է, բայց միջինի ցածրը չէ։ Ես կարծում եմ միջինի դրա համար մեր նպատակն է ինչքան հնարավոր է աշխատատեղեր ստեղծենք, ավելի շատ բարձր գիտակցություն պահանջող, ավելի տեղեկացվածություն պահանջող աշխատանքները, դրանք հնարավոր է, որ հայաստանցիները անեն։ Կամաց ինչ որ աշխատանքներ պետք է արդեն ոչ թե հայաստանցիները անեն, այլ պետք է աշխատուժ ներկրենք Հայաստան։